Ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։ Սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար պակասում է մոտ 70 ձայն եւ այժմ իրականացվող վերահաշվարկը պետք է հստակեցնի այդ ձայները գտնվում են թե ոչ։ Եթե ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմա, ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի պատկերն ամբողջությամբ կփոխվի։ Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում կամ նշանակում է հետևյալ բարձրագույն պաշտոնատար անձանց պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներ, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի դատավորներ եւ նախագահ, Հայաստանի Հանրապետության Վարսագույն դատական խորհրդի գիտնական անդամներ, Մարդու իրավունքների պաշտպան կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ եւ նախագահ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ եւ խորհրդի անդամներ, Հաշվեկննիչ պալատի նախագահ եւ անդամներ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ։ Այսինքն ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու պարագայում ՔՊ-ն շատ օրենքներ ընդունելու համար պետք է ընդդիմության դուռը գնա։ Թերևս դրա համար արդեն քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ թույլ չտվեցին լքել երկիրը, մեկնել հանգստի։ Հայաստան դաշինքը ավելի կողմնորոշված այս ընդհանուր անորոշության պայմաններում առավել հստակ դիրքորոշում ունի։ Հայաստան դաշինքը արմլուրի տեղեկություններով դաշինքի առաջնորդը ավելի շատ հակված է չվերցնել պատգամավորական մանդատը, ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա։ Միաժամանակ վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ ինչպես հայտարարել էր Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չնայած Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ ունեցած վերապահումներին, ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան ընտրական գործընթացի վերաբերյալ իրավական հարցերը վիճարկելու համար։ Ուժեղ Հայաստանը երկընտրանքի մեջ է, ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը։ Ուժեղ Հայաստանը արմլուրի տեղեկությունների համաձայն մինչև այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Միայն Նարեկ Կարապետյանն է շփվում հորեղբոր հետ, իսկ պատգամավոր ընտրված եւ չընտրված տեխնացուները հիմնականում խմբերով հանդիպում են միմյանց հետ եւ քննարկում ստեղծված իրավիճակը։ Արմլուրի տեղեկություններով կուսակցության ներսում ձևավորվել է երկու մոտեցում։ Ցուցակի հետնամասում գտնվող անդամները, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, հիմնականում հորդորում են մանդատը չվերցնել եւ այսպիսով չլեգիտիմացնել Փաշինյանի կառավարումը։ Իսկ ամենակարևորը 5 տարի չհայտնվել ծեծվողի, հալածվողի ու թիրախավորվողի վիճակում։ Իսկ նրանք, ովքեր ընտրվել են պատգամավոր, առավել մարտական տրամադրություն ունեն։ Այդ թևը պնդում է, որ անհրաժեշտ է գնալ խորհրդարան, ներսից պայքարել ռեժիմի դեմ, խնդիրներ ստեղծել Փաշինյանի կառավարության համար եւ օգտագործել խորհրդարանական ամբիոնը որպես քաղաքական պայքարի հարթակ։ Հիշեցնենք, որ ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը բացի ԲՀԿ-ի ճակատագրի որոշման սպասելուց հրապարակավ բավականին ուշագրավ կանխատեսում է արել, հայտարարելով, որ հնարավոր կլինի գողանալ կամ իրենց կողմը տանել 8 ՔՊ-ական պատգամավորների հալածանքի մանդատների։ Այսպիսով ընդդիմադիր անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մոտ դեռ լռություն է, մինչդեռ ընդունված էր, որ պետք է հայտարարեին լեգիտիմ են եղել ընտրությունները թե ոչ, ընդունում են ընտրությունների արդյունքների թե ոչ, վերջնահաշվարկից հետո նոր կհայտարարեն իրենց բոլոր քայլերի մասին թե ոչ, բայց ոչինչ չի խոսվում։ Ծանր ու բարդ որոշման առաջ են կանգնած ընդդիմադիր ուժերը մանդատները վերցնել, գնալ խորհրդարան եւ առաջիկա 5 տարիներին այսօրվա ընդդիմության նման թիրախավորվել, քննադատվել, ծեծվել ու քաղաքական ճնշումների ենթարկվել, թե հրաժարվել մանդատներից։ Բայց մանդատներից հրաժարվելն էլ այնքան հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Դրա համար ուժեղ Հայաստան դաշինքի 150 հոգանոց ցուցակի բոլոր անդամները պետք է ԿՀ ներկայացնեն հրաժարականի դիմումներ, նույնը Հայաստան դաշինքի 134 անդամները, իսկ եթե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա նաեւ կուսակցության 150 տեխնացուները։ Կկարողանան քաղաքական ղեկավարներ ազդել բոլորի վրա եւ ապահովել միասնական որոշում դժվար է ասել։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն ամբողջությամբ վստահ չէ սեփական ցուցակներում ներգրաված բոլոր անձանց վրա եւ հենց այդ պատճառով էլ նախկինում մանդատներից հրաժարվելու օրակարգերը որպես կանոն մինչեւ վերջ չեն սպասարկվել։ Գուցե լինեն ընդդիմադիրներ, ովքեր ՔՊ-ի կողմը կանցնեն։ Չմոռանանք, որ Գեգամ Նազարյանը, զոհված Աբգարի հայրը, ընդդիմադիր լոզունգներով արժանմտավ, հիմա ՔՊ-ի աջակիցն է։